Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Օրը խուզարկություններով է սկսվել Երևանում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Ըստ տեղեկությունների հասցեների մեծ մասում խուզարկություններն ավարտվել են։ Գործողությունների նպատակի եւ այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններ։ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող Կանազ մշակույթի տան չգործող շինությունում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հրշեջ փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր, իսկ ամբողջությամբ մարվել էր գրեթե կեսգիշերին։ Տեղում աշխատում էր փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։ Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել, պատճառները որոշակի ուսումնասիրությունից հետո կարծում եմ մեր գործընկեր կառույցներն էլ նաև հայտարարություններով պատասխան հանդես կգան։ Հավանական բան չկա, Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Արդեն հարակից շենքերի բնակիչները տարհանվել են, թե մոտ շենքի հատվածներում, այս հատվածում եւ այն հատվածում, այո։ Անհայտ անօդաչուները Սև ծովում Թուրքիայի ափերի մոտ հարվածել են 140,000 տոննա նավթ տեղափոխող թուրքական լցանավին։ Թուրքական հեռուստաալիքները հաղորդում են, որ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա թուրքական Ալտուրա ընկերության նավթատար լցանավը անօդաչուների հարձակման է ենթարկվել, որի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների անձնակազմը օգնություն է խնդրել, վնասվել են նավի կամրջակը եւ մեքենաների բաժինը։ Անձնակազմը բաղկացած է Թուրքիայի 27 քաղաքացիներից, տուժածների մասին դեռ չի հաղորդվում։ Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը Արմեն Օվանեսովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Հիշեցնեմ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին ըստ նախնական տվյալների խեղդել է հայրը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր։ Համո Բեկնազարյանի անվան Հայ ֆիլմ կինոստուդիայի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման մեջ նշվում է, որ 2015-ին Հայ ֆիլմ կինոստուդիան տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո եւ գրեթե 1 տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել, պահպանելով կայուն անկման վիճակ։ Վերագործարկելով Հայ ֆիլմի ծրագիրը նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության եւ քաղաքականության իրականացման հիմնական գործիք։ Ըստ ԿԳՄՍ նախարարության այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության եւ կինոժառանգության պահպանության ծառայություններ, միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը Արցախ ծրագրով 8-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը մարտի 26-ին անցկացվելիք ազատ ծրագրում։ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գևորգյանի հեղինակած Արցախ ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 67.12 միավոր։ Որակավորման փուլը հաղթահարեց 20 զույգ։ Նշեմ, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը։ Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի մասնակցությամբ ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին։ Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի 19-ամյա Սեմյոն Դանիելյանցը։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։